Բարև ձեզ, Գրիգորյան Վարուժան, քաղաք Սպիտակ։ Ես ցանկանում եմ ձեզ ֆինանսական թեմայով մի հարց ուղղել, բայց մինչև հարց տալը կցանկանամ մի փոքրիկ պատմություն պատմել։ Պատմություն, որը ես լսել եմ հայ մարդուց, հայ պապիկից, ով ծնվել ապրել է սովետական Հայաստանում, փոքր ժամանակվանից մեծացել է երկկողմանի որբ է եղել և ում հաջողվել է աշխատել սովետական միության տարբեր երկրներում, Ադրբեջանում, Վրաստանում, Աբխազիայում, Ռուսաստանում։ Ուրեմն պապիկը պատմում էր, որ երբ որ գնում ես աշխատելու Ադրբեջան, Բաքու, ասում էր նա, գնում ես, պայմանավորվում ես աշխատանքի համար գործատուի հետ, գործը կատարում ես և դրա դիմաց դու քո վարձատրությունը, քո փոխը ստանում ես, նորմալ մարդավարի ձևով։ Նույնը տեղի ունենում նույն ձևով օրինակ Վրաստանում, երբ որ գնում ես Թիֆլիս աշխատելու կամ գնում էր սովետական միության ժամանակ Թիֆլիսում աշխատելու, գործը պայմանավորվում էր գործատուի հետ, գործը անում էր, փողը նորմալ ստանում էր։ Նմանատիպ իրավիճակ նա հանդիպել է նաև Աբխազիայում, աշխատել է, նորմալ իրեն վարձատրել են, Ռուսաստանի տարբեր քաղաքներում գնացել է, պայմանավորվել է, գործը արել է, աշխատել է, իրեն վարձատրել են, բայց ասում է, որ լրիվ սարսափելի այլ իրավիճակի է իր հանդիպում սովետական Հայաստանում, երբ որ գալիս էր ենթադրենք աշխատելու Երևան։ Երևանում սկզբից ժպիտով էին քեզ դիմավորում, գործը տալիս էին, բայց ոչ մի բանով չէին օգնում, գործիք չէին տալիս, բան չէին տալիս, մուննաթով, հարաքյաթով գործ տալուց հետո, երբ որ կարողանում էր մի կերպ գործը գլուխ բերել, ավարտել և սպասում էր, որ հեսա փողը կտան, կվերցնեմ, կպրծնեմ, կգնամ սրանցից կազատվեմ, ասում էին գիտես ինչ կա, բրիգադ է աշխատում, բրիգադը պետք է իր գործը բոլորը ավարտեն, տեսնենք ընդհանուր ինչքան է փող դուրս գալիս և ում ինչքան ենք փող տալու, և դա այն դեպքում, երբ որ դա սովետական Հայաստան էր և տվյալ մարդը փորձ ուներ սովետական այլ երկրներում աշխատելու և ոնց որ թե սովետական Հայաստանում նույնպիսի իրավիճակի պետք է հանդիպեր նա, բայց այդպես չի եղել, այսինքն նույնիսկ սովետական Հայաստանում, որ օրենքները նույն են, պայմանները նույնն են և միգուցե ֆինանսավորումը նույնն էր Մոսկվայից, հայերը վարձատրության պահը գալու դեպքում վարձատրությունը պակաս էին տալիս, խաբում էին, երկարեցնում էին, ձգում էին, գցում էին և այլն, ստեղծում էին պրոբլեմներ սովորական աշխատող, նույնիսկ սովորական աշխատող մարդու համար։ Հիմա հարց է առաջանում, նմանատիպ իրավիճակ մենք ունենք նույնիսկ այսօր։ Ներկա կառավարության աշխատանքի պայմաններում հայ մարդը շարունակում է ապրել ժողովրդի լեզվով ասած հաց ու փորի։ Այսինքն մարդու ստացած գումարը բավականեցնում է միայն ուտելու համար։ Այն դեպքում, երբ մենք տարբեր իրավիճակ ունենք հենց մեր նույն հարևան երկրների համեմատությամբ, եթե վերցնենք նույնիսկ Թիֆլիսը Երևանի համեմատ կամ Բաքուն Երևանի համեմատ, այնտեղ մարդկանց վարձատրությունը իր մեջ ներառում է ոչ միայն հաց ու փորի հաց ուտելը, այլ նաև շատից քչից բարեկեցիկ կյանք։ Հիմա հարց է առաջանում, ինչ է անում մեր կառավարությունը այս իրավիճակը փոխելու համար այսօր, և երբ մենք ապագայում բացի հաց ու փորի աշխատելու գումարը կունենանք ևս մի կլորիկ գումար Հայաստանում բարեկեցիկ ապրելու համար, որպեսզի հայ մարդը կարողանա իր տունը ունենա, իր ընտանիքը ունենա,
մեքենա ունենա տեղափոխվելու համար եւ կարողանա բարեկեցիկ ապրել Հայաստանում։